Պարոն Սաղաթելյան, Նյուդի Անի Գևորգյան։ Պարոն Սաղաթելյան, դուք ասացիք առաջինը քննարկումները կսկսեք Հայաստան խմբակցության հետ, առաջնորդը Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանն է, ասել է, թե առաջինը քննարկումները կսկսեք կամ արդեն սկսել եք Ռոբերտ Քոչարյանի հետ։ Իսկապես կարծում եք, որ ձեր ժողովը ճիշտ է գնահատել իրավիճակը եւ Հայաստանում, եւ ժողովրդի շրջանում տեսակետները, եւ բացի դրանից քաղաքական այն ուժերը կամ դաշինքները, որոնք ասում են, որ երկիրը պետք է այս իրավիճակից դուրս բերեն, այս տարիների ընթացքում դուրս չեն բերել։ Չեն բերել Արցախը, չեն նպաստել նրան, որ թշնամին դուրս գա, նկատում են բարձր լարման իշխանություններին ուղղված, չեն նպաստել նրան, որ նաև թշնամին դուրս գա մեր օկուպացված տարածքներից։ Հիմա նախ դուք ինքներդ ձեր կարծիքով, այդ դաշինքով արժանի եք կրկին մասնակցել ընտրություններին։ Ուրեմն երբ որ ասկետ ընդդիմությունը չի նպաստել, երբ որ թշնամին դուրս գա, ինչպես եք պատկերացնում ընդդիմության խնդիրը պետք է լիներ այս իշխանություններին հեռացնել 21 թվականի ընտրություններին մենք մասնակցել ենք հանրությանը ներկայացրել ենք թիմ ծրագիր ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային պարտած դժբախտաբար այս իշխանությունը կարողացել է խաբել կրկին մեր հասարակությանը վերարտադրել եւ անցնող 5 տարիների ընթացքում շարունակել զիջումներ։ Այո, մենք 21 թվականին ամեն ինչ արել ենք արդյունքի ունենալու համար։ Դժբախտաբար ընդդիմադիր դաշտի ոչ բոլոր համատեղուժերով այդ խնդիրը լուծել։ Հիմա 5 տարվա մեր գործունեությունը, մեր ժողովրդի առջևը, մենք հանդես ենք գալու նոր ծրագրերով, թող մարդիկ տեսնեն, գնահատեն եւ ըստ դրա ձևավորեն հաջորդ իշխանությունը։ Եթե այս իշխանությունը վերարտադրվի, Հայաստանի ապագան հստակ հարցականի տակ է։ Մեր մասնակցությունը միայն նպաստելու է սրանց ստեղծման համար, մենք պատրաստ ենք լայն համագործակցության ընդդիմադիր, առողջ իրական ընդդիմադիր ուժերի հետ եւ գտնում ենք, եթե այս ընտրություններին մի քանի խոշոր կայացած բլոկներով որոշ ուժեր մեկտեղան իրենց հնարավորությունները, ռեսուրսները ավելի ազդեցիկ կերպով լայն հնարավորություններով ներկայանան հանրությանը, այո, առաջկա սպասվող ընտրությունները միջոց եւ հնարավորություն են այս իշխանություններին հեռացնելու համար։ Հիմա նախորդ 5 տարիների ընթացքում տեսել եք ինչ ա, 5 տարի մեջ 3-4 փողոցային շարժումը տեղ ունեցել, ամեն ինչ արել ենք այդ խնդիրը լուծելու։ Դժբախտաբար Չարիքի իշխանությունը դեռ իշխանության է։ Հիմա ինչ եք առաջարկում, չմասնակցենք այս ընտրությանը։ Այդ ձևաչափի մասին ենք խոսում։ Մեր ձևաչափը լինելու ամենաարդյունավետ ձևաչափերից մեկը, եթե քննադատում ենք այս ձևաչափը 21 թվականին եղել է ամենախոշորը, կան ավելի արդյունավետ ձևաչափեր, որոնք կարող են ձևավորվել եւ ավելի լավ արդյունք արձանագրել։ Մենք միայն ուրախ կլինենք դրա համար։ Մենք որոնք ներողություն մի բան ստեղ ասեմ, մենք այս դաշինքը չենք, այսինքն մենք որոշել ենք դաշինքային ձևաչափով մասնակցել, ոչ թե ունենալով մտավախություն, որ դաշնակցությունը շեմը չի արտարի, մենք այդ մտավախությունը չունենք ընդհանրապես եւ ժողովը նաեւ այդ մասին արձանագրել է եւ դրա բոլոր հիմքեր ունենք նաեւ դա ասում։ Ես մի քանի օրինակ բերեմ, որ պարզ լինի նաեւ այդ իմաստով, նախ 2018 թվականին ամենածանր շրջանում, երբ որ այս իշխանությունը 80% ռեյտինգ ուներ, մենք մասնակցել ենք 3% ցուցանիշ ենք արձանագրել։ Դրանից հետո հաշվի առնելով մեր 5 տարվա գործունեությունը, 21-22 թվականին 2 տասնյակից ավելի խոշորացված համայնքներում մասնակցել ենք տեղական ընտրությունների եւ արձանագրել ենք 5-ից մինչեւ 20% արդյունք, ներգրաված ենք 2 տասնյակից ավել համայնքներում, ամբողջ Հայաստանում ունենք կազմակերպական միավոր 52 գրասենյակներ, ուսանողական, երիտասարդական միություններ, վերջը Հայաստանի ամենակայացած գաղափարական շարքեր ունեցող կառույցն է։ Մենք շեմը հաղթահարելու խնդիր բացարձակ չունենք, բայց մեր նպատակը այս ընտրություններին 4, 5, 8 կամ 10 падգամավոր ունենալը չի։ Մենք նախընտրում ենք դաշինքային ձևաչափ, որպեսզի այդ դաշինքի արդյունքում նորից են կրկնում մեկտեղելով մեր ուժերը, հնարավորությունները, ռեսուրսները ավելի ազդեցիկ արդյունք գրանցեն։ Եվ դաշինքի մեր տրամաբանությունը հենց այդ էֆեկտիվությունն է։
որովհետև եթե առանձին երկու ուրիշ տվյալ պարագայում, ասենք մասնակցային ընտրությունների մեկ արձանագրել օրինակ 2x, այն մյուսը ևս 2x, այս միացման փոքր լրանցման արդյունքում մենք նպատակ ունենք դա դարձնել 8x պայմանակ։ Հետևաբար այո, մենք ձևավորել ենք ամենաէֆեկտիվ դաշինքներից մեկը եւ դա շուտով մեր կարծիքով իրականություն կդառնա։ Առնվազն սա մեր տեսակետն է եւ այս համաձայնությունները ունենալու դեպքում գնալու ենք այդ ճանապարհով։ Ասացիք ձևավորել եք ամենաէֆեկտիվ դաշինքներից մեկը, բայց դա պարզ չի։ Վերջը ձևաչափը նորից Հայաստան դաշինքի ֆորմատն է լինելու, թե չէ։ Ոնց հասկացա, դրա մասին չեք խոսել։ Եվ տպավորություն է, որ ՀԱԿ-ն էլ օրինակ հայտարարեց մի որոշ ժամանակ առաջ, որ մասնակցել են ընտրություններին, բայց էլի հստակություն չկա։ Ինչ որ խմորումներ են, ինչ որ չի ստացվում ընդհանուր կոնսենսուսի գալ քաղաքական դաշտի դերակատարներ, թե ոչ, եւ դուք մասնավոր պատասխանեցիք, որ դաշնակցությունը անցող գիշերը կհաղթահարի, այսպես խոսակցություն կա, որ դե դաշնակցությունը իր 4-5%-ը ունի անցնելու։ Հիմա դուք դաշինքով եք մտածում, թե անհատապես մասնակցելով թեկուզ փոքր տոկոսներ, բայց անցող գիշերը հաղթահարելով եք մտածում ավելի արդյունավետ կլինի, որ հետո գոնե միանաք իրար կոալիցիա կազմեք։ Ու մեկ էլ Քոչարյանի հետ արդեն հասկացանք, իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի հետ քննարկումներ կան, հնարավոր է ավելի լայն ճակատով մասնակցություն, թե էլի ամենակը տարբեր ձևերով մասնակցել եք ու խանգարեք իրար։ Սկզբից ներկա չէիք, այդ մասին շատ հստակ արձանագրել ենք, որ մասնակցում ենք ընտրություններին, նախապատվությունը տալիս ենք դաշինքային ձևաչափ։ Եվ արժևորելով Հայաստան դաշինքի գործունեությունը, բնականաբար առաջիկ քննարկումները ունենալու ենք դաշինքի մեր գործընկերների հետ։ Ինչի, այսինքն ինչ եք կարծում, դաշինքը ձևավորվում է երկու կողմերի քննարկումների եւ համատեղ հայտարարության արդյունքում։ Այսինքն մենք ժողով ենք արել, որոշել ենք մասնակցել դաշինքային ձևաչափով եւ ստացել ենք ժողովից լիազորություններ, բանակցություններ վարելու ձևաչափը վերջնական որոշելու համար։ Հիմա այդ քննարկումների արդյունքում ես չեմ կարծում, որ դժվարություններ կամ մեծ անակնկալներ կլինի։ Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ դաշինքի այսօրվա դաշինքի հիման վրա կձևավորենք նոր, ավելի ազդեցիկ, ավելի հավակնող դաշինք։ Ենթադրել եք, որ եթե խոսել եք Ռոբերտ Քոչարյանի հետ, որ նախնական դիմացի, որ միակողմանի չլինի։ Նախնական բնականաբար երկուստեղ ցանկություն կա, բայց մենք որևէ բանակցություն մինչև հիմա այս ուղղությամբ չենք վարել, որովհետև գոյություն ունի ընթացակարգեր։ Այսինքն կուսակցությունը պետք է ունենար այդ որոշումը, որպեսզի կարողանանք այդ ուղղությամբ բանակցություններ։ Ես հստակ եմ ասում, մենք առաջինը կխոսենք մեր գործընկերների հետ, ունենանք որոշակի համաձայնություններ, դրանից հետո ընդլայնման եւ մյուս հնարավորությունները կքննարկենք։